Հարցեր տիկին Մանավազյանին ունենք, խնդրեմ պարոն Նազարյան։ Քանի որ մենք այլևս չենք շտապում, կարող եմ հանգիստ հարցնել։ Չէ, երկար եմ հարց տալու, այս դեպքում երբ որ կա խորհրդարանական մեծամասնություն եւ կա ընդդիմություն եւ արդյոք մտահոգիչ չէ ձեզ համար, որ այս կարգավորումներով կամ ընդհանրապես այդ հարցը այդպես էլ չլուծվեց, փաստորեն քաղաքական մեծամասնությունը, խորհրդարանական մեծամասնությունը կարող է իր քվեարկությամբ ուղղորդի ընդդիմությանը առաջադրել իրեն հարմար կամ իրեն համար նախընտրելի թեկնածուի։ Այստեղ դուք մտահոգիչ բան չեք նկատում, թե տեսեք մեծամասնությունը առաջադրված ընդդիմության թեկնածուին դեմ է քվեարկում եւ այդպես 3 անգամ, գուցե հետո 6 անգամ։ Այսպիսով ընդդիմությանը հուշելով, դրթելով, առաջարկելով ներկայացնի միջև այն թեկնածուին, որին ինքը կողմ է քվեարկելու։ Այստեղ մտահոգիչ նկատում եք բան, թե չեք նկատում։ Պարոն Նազարյան, հարցը եթե իրավական մասով ենք խոսում, դա իրենց իրավունքն է, այդ պաշտոնը իրենցն է, որքան ուզում են, այնքան կարող են թեկնածու առաջարկել։ Դա իրենց լիազորությունն է եւ պարտադրված լիազորություն է սահմանադրական դատարանով որոշված հիմա։ Իսկ եթե մտածում եք մենք չունենք, այսինքն իշխող ուժը կամ մեծամասնությունը չունի նախապատվելի ընդդիմության շարքերում թեկնածով, ում կդրթի առաջադրվել։ Ուզում եմ հասկանամ հարցի բովանդակության լուծումը որն է, այդպես ձեզ։ Պարզ ասեմ ավելի։ Հիմա մոռանում ենք այսօրվա օրը, այսօրվա դերակատարներին մեզ, անցել է 30 տարի։ Կա քաղաքական մեծամասնություն, ասենք գարեջրի սիրահարների կուսակցություն։ Ընդդիմությունը կոնյակի սիրահարների ավանդապաշտական կուսակցությունն է։ Այսա հարցը տամ գնա։ Հիմա մեծամասնությունը այնքան չի ընտրում առաջադրված թեկնածուներին, միջև իրեն հարմար թեկնածուին առաջադրեն, որ ինքը քվեարկի։ Այստեղ մտահոգիչ բան տեսնում եք, թե չեք տեսնում։ Պարոն Նազարյան, ես որևէ մտահոգիչ բան չեմ տեսնում, մենք նախորդ 5 տարվա ընթացքում չենք ունեցել, չի եղել թեկնածու եւ ունեցել ենք 2 տեղակալ, շնորհակալ եմ։ Ինչպես ասում էր դասականը, ավելի պայծառ։ Ես գնամ դալիճ։ Պարոն Նազարյան ջան, բայց մի բան ասեմ նոր գնակ էլի, ուզում եմ ասել, որ եթե ձեր երազանքը կատարվի եւ Հայաստանը դառնա միապետություն, կարող է այդ նախագահ բանել, արդեն ստից բաներ դառնան, չընտրենք, սկի չընտրենք։ Ու այս հարցը ռելևանտ չլինի։ Շատ լավ։